Սիրելի հավատացյալներ, այս բեմից քիչ առաջ մեր սարգսավագ եղբայրը կարդաց Մարկոսի ավետարանից 12 գլուխ 41-44 համարներից, ուր ասվում է. Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց, նայում էր, թե ինչպես ժողովուրդը դրամ էր գցում գանձանակի մեջ, և շատ մեծահարուստ մարդիկ շատ բան դրեցին գանձանակի մեջ, եկավ մի այրիկին և ընդամենը 2 լումա դրեց գանձանակի մեջ, որ մի գրոշ էր, և Հիսուսը իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին, այդ աղքատ կինը, ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորությունից գցեց ամեն ինչ, որ ուներ իր ամբողջ ապրուստը։ Այս հատվածից ինչ ենք հասկանում, սիրելի հավատացյալներ, շատ ճշմարտություններ կխոսենք այսօր, շատ բաներ կա այս կարճ ավետարանական հատվածի մեջ։ Տեսեք, ասում է այրիկին, անուն չի նշում Աստված։ Մենք այդպիսի հատված տեսնում ենք նաև Ղազարոսի և հարուստի առակի մեջ, որտեղ նշում է աղքատ Ղազարոս, անունը նշում է, բայց հարուստին անուն չի տալիս Աստված։ Այստեղ ևս ասում է մի այրի աղքատ կին։ Հետաքրքիր է, որ Աստված ավելի շատ նայում է չքավորներին, Աստված ավելի շատ նայում է կարիքավորներին, քան այն մարդկանց, ովքեր որ հարուստ են կամ փողատեր են, չգիտեմ, ուժ կարողություններ ունեն և այլն, հեղինակություն են, դրանց Աստված այդքան չի նայում։ Աստված նայում է ավելի շատ չքավոր, կարիքավոր, ինչ-որ մեկը կարիքի մեջ ավելի շատ դրանց, բայց այստեղ նյութական չհասկանան կարիքավորը, որովհետև երանելիների մեջ ասում է, որ նրանք պիտի մխիթարվեն, սգավորները։ Մենք տեսնում ենք այստեղ, որ Աստված նայում է ոչ թե նվիրատվության շատ լինելուն կամ քիչ լինելուն, Աստված ոչ թե նայում է նվիրատվության մեծությանը, այլ Աստված նայում է նվիրատվության ինչին, որակին։ Այսօր ևս Հիսուս նայում է ոչ թե դու ինչ մարդ ես, բոյով ես, կարճահասակ ես, գեր ես, նիհար ես, թե չգիտեմ ով ես, ինչ ես, Աստված նայում է ինչ որակ ունես դու, որակով մարդ ես, թե ոչ, ղեկավար ես, թե ով ես, չգիտեմ ով ես, ով չես, Աստված նայում է դու մարդ ես, թե մարդ չես։ Ուրեմն Աստված միշտ նայում է մարդուն շատ մոտ տարածությունից միշտ նայում է մեզ, այնքան մոտ, որ մենք մեր խոսացածը, մեր լսածը ավելի մոտ է, քան այս հանգամանքը, և Աստված նայում է, միշտ է նայում մեզ, նայում է մեր կատարած աղոթքներին, նայում է մեր կատարած գործին, նայում է մեր կատարած լավ և վատ բոլոր արարքներին։ Տաճարում դրված էր ափսե, գանձանակ, որտեղ մարդիկ դրամի նվիրատվություն էին անում։ Ուրեմն այս կինը եկավ իր ամբողջը տվեց, իր այդ օրվա ամբողջ ընդամենը 2 լումա, որ այսօրվա դրամով նայում ենք, երևի մի 200-300 դրամ կամ ոչ, բայց նա տվեց իր ամբողջ այդ օրվա սնունդի, կարիքի, այդ հոգալու ամբողջ գումարը։ Տեսեք, մարդիկ, Աստված նայում է ոչ թե մարդու տարիներին,
թե ինչքան է նա ապրում, Աստված նայում է այդ կյանքի որակին։ Կարևոր չէ ինչքան ունես, այլ կարևոր է թե ինչպես ես այն օգտագործում։ Կարևոր է ոչ թե տարիների ապրելու կյանքի երկարությունը կամ կարճությունը, այլ կարևոր է թե ինչպես ես ապրում։ Այսինքն քո գումարը ոչ թե Աստված նայում է քո գումարի, չգիտեմ ինչին, այլ նայում է քո սրտին եւ միշտ նայում է, քննում է քո ներսը, թե դու ինչպես ես վերաբերվում։ Այս գանձանակը նման է մեր Հայաստան աշխարհին։ Այս գանձանակը նման է մեր պատմությանը։ Ինչքան տարիների պատմություն ունենք, այնքան մարդիկ եկան, մեծամեծեր, միջին կարգի մարդիկ, աղքատներ, գիտնականներ, բարեգործներ, ով ինչ դրեց այդ ափսեի մեջ։ Մեկը դրեց, օրինակի համար, Մեսրոպ Մաշտոցը դրեց իր ամբողջ կյանքը, տառերը գրեց, տվեց, մեծ բան տվեց այս ժողովրդին, գանձանակի մեջ դրեց Այբուբենը, Սահակ Պարթևը դրեց իր ամբողջ կյանքը, այդ գանձանակի մեջ շատ մարդիկ շատ բան դրեցին, իսպաս մեր ժողովրդի, մեր ազգի, մեր եկեղեցու։ Հիմա մենք ինչ ենք դնում այդ գանձանակի մեջ, ասածը սխալ չհասկանաք, սա դրամի մասին չէ խոսքը։ Սա անկեղծ որակով մարդու նվիրումն է Աստծուն։ Դու ինչքան ես նվիրված Աստծուն, պատրաստ ես քո ամեն ինչը տալ Աստծուն, եւ Աստված նայում է այդ պատրաստակամությանը եւ որակին։ Երբեմն տեսնում ենք վիճակներ, օրինակի համար մի եկեղեցում շինարարություն էր գնում, ես ասում եմ կողքից, լսել եմ, եւ քահանան նույնպես մասնակցում էր եկեղեցու շինարարությանը, բանվորական շորերով։ Եկավ մի 3 տարեկան երեխա, ասեց Տեր այր, ինչ եք անում։ Տեր այրը պատասխանեց, կառուցում ենք եկեղեցի, հիմքեր ենք փորում, չգիտեմ, վարպետները ինչ որ բան են անում։ Ասեց ես էլ եմ ուզում մասնակցել այս եկեղեցու շինարարությանը, փոքրիկ 3 տարեկան երեխա։ Տեր այրը ասեց, դու ինչպես կարող ես մասնակցել։ Ասեց ուզում եմ նվիրատվություն անել եկեղեցուն։ Եվ երեխան, եւ քահանան ասեց, երբ որ դու մեծանաս, այն ժամանակ կաշխատես, երբ որ դրամ ունենաս, այն ժամանակ մի օր միտեղ կմասնակցես։ Բայց երեխան ձեռքը տարավ գրպանը եւ հանեց 30 դրամ, ասեց սա իմ կողմից եկեղեցու շինարարության համար։ Եվ այդ երեխան գնաց։ Այս 30 դրամ այդ քահանան գիտեք ինչ արեց։ Դրեց իր գրասեղանին եւ անընդհատ ամեն օր նայում է եւ հիշում այս երեխային։ Հիշում է այս երեխային, որ փոքրիկ երեխան իր մտածելակերպով, իր հասկացողությամբ, իր հավատքով 3 տարեկան երեխան ինչպես կարող է այդպիսի բան անել։ Ամեն անգամ նայելուց արտասվում էր այս քահանան, հուզվում էր։ Աստված այսօր եւս նայում է մեզ, հենց գանձանակի կողքը նստած նայում է մեր նվիրատվությանը, այստեղ գումարի մասին չի խոսքը, որակի մասին է խոսքը, ինչպես ես գալիս դու եկեղեցի և ինչպես ես ներկայանում, ինչ որակով ես ներկայանում Աստծո առջև, կանգնելով, աղոթելով, մաքրված ես գնում եկեղեցուց, թերի մաքրված ես գնում, թե մեղքերով լեցուն ես գնում եկեղեցուց։ Այս փոքրիկ հատվածում նաև տեսնում ենք, որ այրիկինը իր այդ նվիրատվությունը կատարեց հավատքով։ Հավատքով արած ամեն բան կարևոր չէ, նորից եմ ասում, էական չի, չափը, էական է որակը։ Հիշենք 3 տարեկան երեխային, որը եկավ եւ իր լուման ներդրեց եկեղեցու շինարարության համար, որը ոչ մի բան չէր նշանակում, բայց ինքը շատ սրտով եկավ եւ պատրաստակամ էր մասնակցելու եւ եղավ մասնակից։ Ինչպես ենք մենք մասնակցում եկեղեցու այս բոլոր արարողություններին։ Մի անգամ տարիներ առաջ էր, ասի սիրելի հավատացյալներ,
կանայք շատ էին, եւ խնդրեցի, որ եկեղեցու բակը պիտի գան օգնեն, մի փոքր ավլեն, մաքրեն, օգներ մեր մաքրուիներին, աղջիկներին։ Ոչ մեկ չեկավ, ոչ մեկ չմասնակցեց։ Ես մտածում եմ, ասում եմ, ում է պետք է այդ հավատքը։ Ոտ ունես, ձեռ ունես։ Ոչ մեկ չեկավ, չմասնակցեց այդ բանին։ Մենք արեցինք, մենք էլի կանենք։ Եթե մարդը պատրաստակապ չի այրի կնոջ նման, անգամ մի չոպ վերցնելու, գցելու աղբամանը, այդ փոքրիկ բան եմ ասում, շատ չնչի բան եմ ասում, ում է պետք այդ հավատքը, ժամերով կգան այստեղ, կաղոթեն, զրո, ոչ մի բան չի նշանակում, եթե դու գործով, արարքով, վերաբերմունքով, որակով չես, դու մարդ չես, ինչ հավատացյալ, այրիկինը չուներ ոչ մի բան, ընդամենը երկու լումա, այդ երկուսը գիտես հայրերը ինչ են ասում սրա մասին, իրա հոգին, իրա մարմինը տվեց Աստծուն, նվիրաբերեց, ինչքան տղա, 5000 տղաներ իրենց մարմին, իրենց հոգին տվեցին այս ազգի համար, նրանք են ինձ համար հերոսները և հավատացյալները և փրկվողները և սրբերը, սուրբ են նրանք, որովհետև իրենց երկու բանը, իրենց երկու լուման, իրենց հավատքը, իրենց նյութականը և հոգևորը տվեցին ազգի համար։ Շատ կարելի է խոսել այս փոքրիկ, բայց բովանդակալից այրի կնոջ լումայի պատմությունը և այս ամենը մեզ խոսում է այն մասին նաև շատ կարևոր մի բանի մասին։ Անում ենք կեղծավորությամբ չանենք։ Ցույց տալու համար հայ ժողովուրդը մոմի պես կանգնած է։ Մի բան չանի, բայց մեծ ցույց տա, թե ինքը ինչ-որ գործ արեց, նվիրատվություն արեց, այս արեց, այն արեց։ Կեղծավորությունը Աստծո համար զզվելի է, դերասանությունը Աստծո համար զզվելի է։ Այս կինը իր ցնցոտիներով արեց մի բան, որ Աստծո աչքը մտավ եւ, չգիտեմ, իր անունը հիշատակվեց այս գրքի մեջ, այս սուրբ գրքի մեջ։ Հիմա մենք այդպես ենք, թե ոչ, անում ենք ցուցադրելու համար, ասելու համար, հպարտանալու համար, թմբկահարելու համար։ Մատթեոսի 6-րդ գլխում ասում է, եթե մի բան անում ես, թմբկահարել պետք չի, այս մասին ասել պետք չի, դու եւ Աստված իմաց, ուրիշ ոչ ոքի համար մի արա։ Մի օր մեկը եկավ եկեղեցի, ասեց, ինչ որ ջահ եմ բերելու, կախեմ, կուզեք։ Ասի եկեղեցին ջահ ունի, ոչինչ ասեց, միտեղ կօգտագործեք։ Բերեց մի հին ինչ-որ բան, չօգտագործվող, աղբի նման մի բան էր։ Լավ, ասի, ինչ ենք անելու սա։ Ասեց, միտեղ կօգտագործեք, բայց մեծ տառերով սենց երկաթի վրա գրեք իմ անուն ազգանունը, կպցրեք, որ բոլորը տեսնեն դա։ Այսպիսի մարդիկ էլ կան։ Ոչինչ չեն անում, բայց ուզում են իրենց անունը մարդիկ տեսնեն։ Մենք ուզում ենք մարդիկ մեզ տեսնեն աղոթող, մենք ուզում ենք մարդիկ մեզ տեսնեն բարեգործ, մենք ուզում ենք մարդիկ ծափահարեն մեր ինչ-որ մի արարքը, արա առանց ասելու, օգնիր առանց թմբկահարելու, ինչպես այս այրիկինը, մեծարուստներ եկան շատ գումարներ գցեցին գանձանակը, դա ասում տեսանելի չէ։ Տեսանելի չէ, որտև իրենց ավելնորդից տվեցին։ Աստված նայում է ոչ թե քո տվածին, այլ ինչ պահեցիր քո մոտ։ Ինչ ես պահում քո մոտ, այդ է տեսնում։ Այրին տվեց ամեն ինչ։ Մեծարուստները տվեցին իրենց ավելորդից։ Այն չնչին ինչ որ նրանց համար չգիտեն, ոչ մի բան չէր նշանակում։ Հիմա մենք մի փոքր բան ենք անում եւ այդ մասին ուզում ենք ինտերնետում գրվի, թերթերում գրվի, հեռուստացույցով ասվի, արեք Աստծու համար, որ դուք իմանաք եւ Աստված։ Տիրոջ սերը խաղաղությունը բոլորիդ հետ, ամեն։